Բարև ձեզ, եթերում օրվա ամփոփումն է, ձեզ հետ է Արփինե Նավասարդյանը։ 19:00-ի դրությամբ առանձնացրել ենք հետևյալ լուրերը։ Նիկոլ Փաշինյանի քաղաքացիական կինը Աննա Հակոբյանն այս անգամ էլ հաջողակ ընտանիքներին է արժանացրել իր հետ ընտրելու պատվին, իսկ ընթրիքից ստացված հասույթը ըստ Իմ քայլը հիմնադրամի կուղին նորաստեղծ ընտանիքների բիզնեսներին աջակցելուն։ Թեպետ ողջունելի է, որ Հակոբյանը խրախուսում է նորաստեղծ ընտանիքներին, սակայն ընթրիքին մասնակցելու գնացուցակը զարմանք է առաջացնում։ Մասնավորապես, մեկ անձից բաղկացած ընտանիքի համար մասնակցության տոմսն արժե 1 միլիոն դրամ, երկու անձի տոմսը 1 միլիոն 500 000 դրամ, երեք անձի տոմսը 2 միլիոն 500 000 դրամ, 4 անձի տոմսը 3 միլիոն 500 000 դրամ։ Փաստացի, որքան ընտանիքի անդամների թիվը մեծ է, այնքան մեծ անձի հաշվով վճարող գումարի չափը մեծանում է։ Բացի այդ, եթե 4 անձից բաղկացած հաջողակ ընտանիքը, որը բաղկացած է ամուսիններից եւ նրանց երկու զավակներից Հակոբյանի հետ ընտրելու ցանկություն ունի, ապա նրանք ըստ ներկայացված գնացուցակի պետք է 3.5 միլիոն դրամ վճարեն, մինչդեռ եթե զույգն ամուսնալուծվի եւ նրանցից յուրաքանչյուրը երեխաներից մեկի հետ ներկայանա, ապա նրանք 3 միլիոն դրամ կվճարեն, նախկին 3 միլիոն 500 000 դրամի փոխարեն։ Արդյունքում ողջամիտ կասկած է առաջանում Աննա Հակոբյանի նպատակը նորաստեղծ ընտանիքներին աջակցելն է, թե հաջողակ ընտանիքները քանդելը։ Բաքվի զինվորական դատարանում այսօր շարունակվել է Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության դատավարությունը, որին ներկա չեն անկախ լրատվամիջոցները, իրավապաշտպանները եւ օտարերկրյա դեսպանատների ներկայացուցիչները։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ այսօր ցուցմունքներով է հանդես եկել Արցախի երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը։ Նա անդրադարձել է Իվանյանում, Խոջալոյում 1992 թվականի փետրվարին տեղի ունեցած իրադարձություններին, նշելով, որ դրանց մասին տեղեկացել է պաշտոնական աղբյուրներից։ Ողբերգության ծավալների մասին մենք այն ժամանակ տեղեկացված չէինք, գիտեինք միայն, որ Խոջալոյից հարյուրավոր ադրբեջանցիներ են բերվել Ստեփանակերտ, նրանց հետագայում փոխանցել են հակառակ կողմին, ասել է Ղուկասյանը։ Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանն այսօր հայտարարել է, որ Հայաստանի մայրօրենքը տարածքային պահանջ չի պարունակում ոչ միայն Ադրբեջանի, այլ նաև որևէ այլ երկրի նկատմամբ։ Ազատություն ռադիոկայանի հետ զրույցում Սահմանադրական դատարանի նախագահը տարածքային պահանջների վերաբերյալ ադրբեջանցի պաշտոնյաների մեղադրանքները որակեց սին, հատուկ ընդգծելով, թե այն մինչև հանրաքվեի դնելը փորձաքննությունների է ենթարկվել, այդ թվում միջազգային կառույցներում։ Մեր սահմանադրությունը, որը տարբեր միջազգային փորձաքննությունների միջով է անցել, մինչև հանրաքվեի կդրվեր եւ կընդունվեր հանրաքվեի միջոցով կամ առհասարակ որպես փաստաթուղթ կձևավորվեր, ինքը տարբեր միջազգային իրավական փորձաքննությունների է ենթարկվել, այդ թվում նաեւ Վենետիկի հանձնաժողովի կողմից։ Եվ ես վստահ եմ, որ Վենետիկի հանձնաժողովը, եթե նկատեր, այդ թվում նաև Վենետիկի հանձնաժողովը մյուս այլ փորձագետների մասին չխոսեմ, իսկ տարբեր փորձագետներ եւս աշխատել են մեր սահմանադրության տեքստի վրա ժամանակին, ես չեմ կարծում, նրանք նկատեին այդպիսի պահանջ որևէ երկրի տարածքային ամբողջականության դեմ, դա չբարձրաձայնեին, նշել է նա, շեշտելով, միջազգային իրավունքն է պարտադրում պետությունների հարգել միմյանց տարածքային ամբողջականությունն ու սահմանների անխախտելիությունը։ Ազգային ժողովում այսօր թեժ էր, գրքերը բորբոքվեցին, երբ Հայաստան խմբակցության падգամավոր Գեգամ Մանուկյանը հարց բարձրացրեց։ 1999 թվականի հոկտեմբերի 27-ից առաջ որ մամուլներ Վազգեն Սարգսյանի դեմ արշավանում հարցրեց նա։ ԿՊ-կան падգամավոր Վահագն Ալեքսանյանը տեղից հայտարարեց դաշնակցական, հետո ասաց գլուխդ պատով տվեցիր հայկական ժամանակ, Նիկոլ Փաշինյան գնացեք մամուլը նայեք, հայտարարեց Մանուկյանը։ Գեգամյանի ելույթին ելույթով պատասխանեց ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ով նշեց, ասել է ընդդիմությունը շատ բաների չեմպիոն է, նաև վիրավորանքների եւ իրավիճակը լարելու չեմպիոն։ Ելույթ ես ունենում, մարդ արձագանքում է, ասում ես գլուխդ պատին ես տալիս, ես էլ եմ ասում գլուխդ պատով տվել ես դու։ Սպառնում ես ինձ, հետո ասեց, հա, գլուխներդ պատով եք տալիս բոլորդ, ով կարող է իրեն թույլ տա սպառնա, ով կարող է սպառնա, գլուխը պատով է տալիս, ասաց նա։ Սիմոնյանի ելույթի ժամանակ Հայաստան խմբակցության падգամավորները տեղից արձագանքում էին, Սիմոնյանն էլ պատասխանում էր դրանց։ Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումների շրջանակում 2025 թվականի ապրիլի 24-ին ժամը 08:30-ից մինչև 22:00 կկազմակերպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի այցելուների անվճար փոխադրումը Հրազդան մարզադաշտին հարող տարածքից հետևյալ երթուղիներով։ Համար 1 երթուղի կգործի հետևյալ ուղղությամբ Հրազդան մարզադաշտ, Աթենքի փողոց, Հաղթանակի կամուրջ, Արգիշտիի, Իտալիայի, Խորենացու, Ագատ Հանգեղոսի փողոցներ, մետրոպոլիտենի Զորավարանդրանի կայարան, հետադարձը, Ագատ Հանգեղոսի, Գրիգոր Լուսավորչի, Արգիշտիի փողոցներ, Հաղթանակի կամուրջ, Աթենքի փողոց, Հրազդան մարզադաշտ։ Իսկ համար 2 երթուղին Հրազդան մարզադաշտ, Ծիծեռնակաբերդի խճուղի, Լենինգրադյան, Կիևյան փողոցներ, մետրոպոլիտենի բարեկամություն կայարան, հետադարձը նույն ուղեգծով։
Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները ապրիլի 29 ժամը 02:30-ի սահմաններում կրակել են Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է գյուղի բնակելի տներից մեկի տանիքում տեղադրված արևային ջրատաքացուցիչը։ Այս մասին հայտնում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը, նշելով, որ տուժածներ չկան։ Հայաստանի ռազմական գերատեսչությունը ադրբեջանական կողմին կոչ է անում հետաքննել Խոզնավարի բնակելի տան գնդակոծման փաստը եւ հանդես գալ հրապարակային պարզաբանումներով։ Պաշտպանության նախարարությունը կրկին հիշեցրել է հայկական կողմի առաջարկը ստեղծել հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի եւ կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ եւ վերստին ընդգծել Բաքուն այս առաջարկը մինչ օրս անպատասխան է թողել։ 2022 թվականի ապրիլի 18-ին մի երիտասարդի Ցալավերդիում բարեկային ծառայության աշխատակիցները պահանջել են, որ անձնական բռնության համար իջեցնի իր տաբատը։ Այս մասին այսօր ապրիլի 21-ին ազգային ժողովի մարդու իրավունքների հարցերով մշտական հանձնաժողովում ՄԻՊ տարեկան զեկույցի քննության ժամանակ ասաց պատիվ ունեմ խմբակցության падգամավոր Թավիի Թովմասյանը։ Նրա խոսքով քաղաքացին հրաժարվել է դա անել փողոցում եւ նրան տարել են ոստիկանություն, կալանավորել խուլիգանության եւ ոստիկանության օրինական պահանջը չկատարելու հատկանիշներով։ Նա Անահիտ Մանասյանին հարցրեց, թե ինչպես է գնահատում այդ դեպքը։ Պատգամավորը հիշեցրեց նաև նախկին ՔՊԱ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի եւ քաղաքացի Սամվել Վարդանյանի միջև տեղի ունեցած միջադեպից հետո վերջինիս ոստիկանության մեքենայում խոշտանգելու դեպքը։ Անահիտ Մանասյանը նշեց, որ 2022 թվականի դեպքը ընդգրկված չէ ՄԻՊ զեկույցում, քանի որ սա 2024 թվականի տարեկան զեկույցն է։ Թովմասյանը արձագանքեց, որ շփոթվել է, դեպքը գրանցվել է 2024-ին, իսկ քաղաքացուն տեղափոխել են ոստիկանությունում։ Հայաստանի Հանրապետությունում խոշտանգումների եւ վատվերաբերմունքի այլ ձևերի գործերով քննությունը չի համապատասխանում միջազգային չափանիշներին։ Առաջին բանը, որ իմ խոսքում նշեցի, գործերի անհապաղությունն է, ասաց Մանասյանը։ Հայաստանն ու Ադրբեջանը շարունակում են կարծիքներ ու առաջարկներ փոխանակել սահմանազատման աշխատանքների հաջորդ փուլերի վերաբերյալ։ Armenpress-ի հարցին ի պատասխան այս մասին հայտնել է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև սահմանազատման հարցերով հանձնաժողովի նախագահ Մհեր Գրիգորյանը։ Հարցին ինչ փուլում են գտնվում սահմանազատման աշխատանքները, արդյոք կա պայմանավորվածություն հանձնաժողովների հաջորդ հանդիպման ամսաթվի վերաբերյալ, Գրիգորյանի գրասենյակից պատասխանել են հանձնաժողովների հաջորդ հանդիպման ամսաթվի վերաբերյալ կոնկրետ պայմանավորվածություն դեռ չկա։ Կողմերն աշխատանքային կարգով շարունակում են կարծիքներ եւ առաջարկներ փոխանակել սահմանազատման աշխատանքների հաջորդ փուլերի կազմակերպման հարցերի վերաբերյալ։ Ապրիլի 21-ին ժամը 13:28-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը հազանգեստացվել, որ Քաջարան-Կապան ավտոճանապարհին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետևանքով կա տուժած։ Այս մասին հայտնում են Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից։ Դեպքի վայրը մեկնել Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության Հրշեջ փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Քաջարան-Կապան ավտոճանապարհի 7-րդ կիլոմետրին Հոնդա Մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից եւ փողաշրջվել։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը վարորդը եւ ուղևորները դուրս են բերվել ավտոմեքենայից եւ հոսպիտալացվել բժշկական կենտրոն։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականը։ Այսօր ապրիլի 21-ին Երևանում հերթական ավտոմեքենայի թալանման դեպքն է տեղի ունեցել ժամը 8:30-ի սահմաններում Նոր վարչական շրջանի Կարախանյան 39 շենքի բնակիչը տնից աշխատանքի գնալու նպատակով դուրս է գալիս եւ նկատում, որ բակում կայանված իրեն պատկանող Chevrolet Volt Մակնիշի ավտոմեքենան թալանված է։ Սա առաջին դեպքը չէ, երբ մեր բակից գողություն է տեղի ունենում, արդեն մի քանի անգամ եղել է։ Ավտոմեքենաներ են, որ թալանել են։ Բոլոր դեպքերով էլ դիմել են ոստիկանություն, եկել են, արձանագրել են գողությունը ու խոստացել են, որ կբացահայտվի, սակայն մինչ այժմ ոչ մի գողություն չի բացահայտվել։ Եթե նախկին գողություններից մի քանիսը բացահայտվեին, գողը կամ գողերը բռնվեին, հաստատ նման դեպքեր չէին տեղի ունենա։ Հույսել չունենք, որ այս դեպքը կբացահայտվի, բայց ամեն դեպքում հերթական անգամ դիմեցինք, մնում է գոնե այս դեպքը բացահայտվի։ Գագիկ Շամշյանի հետ զրույցում նշել են բնակիչները։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով ավտոմեքենայի սեփականատիրոջը պատճառվել է մոտ 1.5 միլիոն դրամի վնաս։ Այսօրվա համար պատրաստել էինք այսքանը, կհանդիպենք վաղը։